Բարև ձեզ հարգելի ունգընթերներ եւ ագընթերներ, Վանացայինի եթերով եւ թիմադեդերի էջով ցեզ եք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք առավոտյան Երևանի Գարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին մեջ բացումը կատարվեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ վեհաժողովին, որուն մասնակցեցան զանազան երկրներու բարձրաստիճան անձնավորություններ։ Հակառակ հրավերին Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողան Հայաստան չեկավ։ Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող Անկարան վեհաժողովի մասնակցության ցևը խախտելով առանց բաժարապանության հավաքին կորձուղեց փոխնախագահ Ջևդեթ Ելմազը։ Վեհաժողովին բացման խոսքին մեջ Նիկոլ Փաշինյանը ասավ. Գհուսամ, որ 2028-ին արիթը գունենամ այցելելու Ադրբեջան, երբ Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովը հոն կդարվի։ Ան նշեց, թե առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը կմասնակցի Հայաստանի մեջ դեղի ունեցող նախաձեռնությանը թեգուզ դեսագաբով։ Փաշինյան կարևոր նկատեց նաև Թուրքիո փոխնախագահային մասնակցությունը, ընդգծելով, որ Ելմազ երկրի առաջին փոխնախագահն է, որ Հայաստան գայցել է։ Դեսագաբով ժողովականներուն թիմող Ադրբեջանի նախագահը քննադատեց Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպական հանձնաժողովը, անոնց այսպես կոչված հայամետ բանացևերուն եւ սաթրիչ քայլերուն համար։ Անբնտեց, որ այդ կառույցները գտիրախավորեն Ադրբեջանը զրբարդություն եւ սուտ դարազելով։ Ադրբեջանի նախագահային հագաթարցեց ժողովի մասնագից Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, հայտարարելով՝ «Պիտի չփոխենք մեր աշխատելավոճը եւ պիտի շարունակենք պաշտպանել մեր որդեգրած դիրքորոշումները»։ Երևանի մեջ կատարվող Եվրոպասի առաջնորդերուն հավաքը պատմական նկատելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան համաձայնություններուն շնորհիվ բարելավված են Հայաստանի եւ Թուրքիո հարաբերությունները։ Ան նաև խիզախ որագեց Փաշինյանի քայլերը, նշելով, որ Հայաստան ավելի մոտեցած է Եվրոպային եւ գարժե այդ մեկը դոնել։ Առաջին անգամ լալով Հայաստան այցելող Ուկրաինո նախագահ Վլադիմիր Զելենսկին իր խոսքին մեջ ասավ. «Մենք պետք է Պուտինը մղենք դեպի դիվանագիտություն։ Այս ամռան Պուտինը պիտի որոշե, թե ինչ պիտի ընե, ավելի պիտի ընդլայնե պատերազմը, թե պիտի անցնի դիվանագիտության»։ Հայտնենք, որ վեհաժողովին քննարկումներ կատարվեցան Եվրոպայի մեջ խառնածին սպառնալիքներու, ժողովրդավարության, թիմագայության եւ տնտեսական ապահովության նյութերուն շուրջ։ Այս տարվան վեհաժողովին կարգախոսն է աբական գերդելով միասնություն եւ գայունություն Եվրոպայի մեջ։ Փաշինյանի հետ նիստը նախագահեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Վեհաժողովը եզրափակվեցավ Փաշինյանի եւ Կոշտայի միացյալ հայտարարությամբ։ Այսօր Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնատարներու մասնակցությամբ Երևանի մեջ դեղի պիտի ունենա Եվրոպական միություն Հայաստան վեհաժողովը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն պաշտոնական այցելությամբ պիտի մնա Հայաստան։ Այսօր եւ վաղը դեղի պիտի ունենա նաեւ արտաքին գործոց նախարարության տարեկան Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումը։ Երեք տեղի ունեցավ Հայաստան Տաշինքին կողմէ գազմագերբված այո ժողովրդավարության ոչ երեսաբաշխության ղարքախոսով փողոքի ցույցը։ Տաշինքին ներկայացուցիչները եւ անոնց աչագիցները նախ հավաքվեցան Մերգելյան հիմնարկի այգին մեջ, ապա երթով ուղղվեցան դեպի Գարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ուր տեղի կունենար Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ վեհաժողովը։ Եվրոպան պետք չէ լրե։ Ազատություն Բաքուի մեջ փանդարգված քերիներուն, ազատություն քաղաքական փանդարգյալներուն, վանգարգեցին ցույցի մասնագետները։ Լրագրողներուն հետ հարցազրույցի ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հայաստանի խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան նշեց, որ երկրին մեջ կան տասնյակ քաղաքական փանդարգյալներ, որոնք ձերբակալված են շինձու մեղադրանքներով, մինչդեռ իշխանության կողմնակիցներուն կատարած ծանր հանցանքները անպատիժ կմնան։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնատարներուն գոչ ուղղվեցավ աչք չփակելու,
Հայաստանի մեջ ժողովրդավարության հետընթացին եւ արդեն անտակույց միահեծան բռնաբեդության հաստատումին համար։ Եթե Եվրոպա իրական բարեկամ է, ապա չի գնար աչք խփել այս բոլորին դիմաց, շեշտեց ան։ Խաչատրյանի համաձայն իրականության հետ աղերս չունին կառավարության այն բնդումները, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդավարության չադակով է, իսկ ընդդիմությունը ռուսական ազդեցության գործակալ է։ Խաչատրյանն նաև շեշտեց, որ Բաքուի բանդերուն մեջ կշարունակեն մնալ դասնյակ հայկերիներ եւ անհրաժեշտ է օր առաջ հասնել անոնց ազատ արձակումին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վեաժողովին ընթացքին գադարած հայտարարություններուն անդրադառնալով ան ըսավ Ալիև օգտագործեց այս հարթակը իր թեզերը հարաճ տանելու, բادرազմական հանցանքներն ու Արցախի բռնակրավումը արդարացնելու, հայկական իրականությունը եւ պատմությունը անգամ եւս խեղաթյուրելու համար։ Այս մեկ անգամ եւս կպաստի այդ պետության ճշնամական դիրքորոշումը։ Երթին մասնակիցները մարզահամերգային համալիրին մոտ հայերենով եւ անգլերենով ուղերձներ հղեցին Եվրոպական միության ներկայացուցիչներուն։ Այսօր զուգահեռ արցախցիները եւս փողոքի ցույց մկադարեցին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին մոտ։ Անոնք Եվրոպացի բարձրաստիճան պատասխանատուներուն ուշադրության հանձնեցին Բաքուի մեջ հայ քիրիներու արգայությունը եւ պահանջեցին, որ Եվրոպացի ղեկավարները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։ Անոնք բարձրացուցած էին բաստարներ հետեւյալ քրություններով. Ազատություն հայ քրիստոնյա քերիներուն, վերադարձուցեք քրիստոնյա հայերը եւ Արցախը Հայաստան է։ Վեաժողովի նախորյակին 3 մայիսին Հայաստան Տաշինքը հրապարակեց հայտարարությունը, դիտել տալով, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ վեաժողովը եւ Եվրոպական միություն Հայաստան առաջին վեաժողովը իսկապես կարևոր իրադարձություններ են, որոնց փոխանցական նշանակությունը Հայաստանի համար գրնային շատ ավելի մեծ լալ, եթե նկատի առնվեին անոնց գումարումի ժամանակաշրջանը։ Ներքաղաքական լարված մթնոլորտի մեջ համապետական ընտրություններն շաբաթներ առաջ նման ցերնարգի մեկադարումը Հայաստանի իշխանություններուն կողմէ անխուսափելիորեն կներկայացվի իբրև արտաքին զորակցություն, իսկ եվրոպական քաղաքական շրջանակները ուղղակիորեն պիտի ներգրավվին հայաստանյան ներքաղաքական գործընթացներուն մեջ։ Հայաստանի Եվրոպական միություն հարաբերությունները եղած են կան եւ պիտի շարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններն մեկը։ Սակայն Հայաստանի իշխանություններուն հետաքրքրությունը ոչ թե Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններով փոխանցական զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներուն Հայաստանի ներքաղաքական գործընթացներուն մեջ օգտագործելը։ Ցավով կարծանքրենք, որ Եվրոպական միության կորզաթիր իշխանությունը ներկայացնող անձերու հայտարարությունները միան գավելցնեն մեր մտահոգությունները։ Հայտարարությունը նաև նշեց. Մենք կվերահաստատենք մեր հանձնարարությունը նպաստելու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շարունակական զարգացումին։ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները պետք է հերո բահել ինչպես ներքաղաքական նպատակներով շահագործում են, այնպես էլ աշխարհակաղակական դիմակայություն են, համաբարփակ եւ ընդլայնված գործընկերության համացանակիրի դրամապանությամբ։ Մենք Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններուն գոչ կուղենք բարելավելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններուն զարգացումը, նկատի առնելով այդ հարաբերություններուն լավագույն շահը եւ ոչ թե Հայաստանի մեջ իրենց մոդիկ իշխանություն ունենալու քաղաքական նպատակահարմարությունը, որովհետեւ Հայաստանի իշխանություններուն ժողովրդավարական գործընկերներուն գաշկանտումը, օրենքի կերակայության ոտնահարումը եւ Հայաստանի քաղաքական ազատություններու սահմանափակումը հետս հետե պիտի դժվարացնեն անոնց եվրոպական պաշտպանությունը։ Հայաստանի իշխանություններու աբորինություններուն հանդեպ զուտ քաղաքական հաշիվներով պայմանավորված գրավորական գեցվածքը եվրոպական գործընկերներու կողմէ գրնա հանգեցնել Հայաստանի փանդարգյալներու թիվին աննախընթաց աճին։ Եվրոպական գարուսները քաղաքական բաժաճ վարկ չդրսևորեցին եւ չդադարեցին նաեւ Հայաստանի ցարակելական եկեղեցվո թեմ իշխանություններու սանձազերծած եւ շարունակվող հագաօրինական արշավը։ Հայաստանյան քաղաքական գործընթացներուն մեջ մենք չենք ակնկալեր արտաքին քաղաքական որևէ թերագադարի, ընդ որում Եվրոպական միության միջամտությունը։ Սակայն Հայաստանի արտաքին գործընկերներու շրջանակին մեջ Եվրոպական միությունը այն եզակիներն է, որ իրավապայմանագրային բարդավորություններ ունի հետևելու Հայաստանի մեջ օրենքի քերակայության եւ ժողովրդավարական գործընթացներուն։ Մենք ակնկալ ենք, որ Հայաստանի մեջ դեղագայվելի քաղաքացիական երկրորդ առաքելությունը
ամբողջությամբ հավատարիմ մնա իր լիազորության եւ առաջնորդվի քաղաքական ներառության սկզբունքներով իր աշխատանքներուն մեջ երաշխավորելով ընդդիմության լսելիությունը։ Հայաստանի մեջ նախադեсված ներկայացուցչական ցերնարկները լավ արիտներ են մեր ժողովրդին եւ պետության համար բարձրացնելու այնպիսի կարևոր խնդիրներ, որոնց մեն Բաքուի մեջ փանդարգված քերիներու ազատությունը եւ Հայաստանի տարածքներուն ազատագրումը։ Հայաստան Տաշինքին հայտարարությունը ողջունեց Եվրոպական խորհրդարանին կողմէ 30 ապրիլին ընդունված Հայաստանի ժողովրդավարական թիմագայունության աջակցող բանացեվին առանցին գեդերը, որոնք գվերապերին Արցախի հայության վերադարձի իրավունքին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ քերիներու ազատության եւ Հայաստանի մեջ ինտիմատիր բոլոր դերակատարներու համար հավասար եւ մրցակցային պայմաններու երաշխավորումի անհրաժեշտության։ Գագնգալենք, որ Եվրոպական խորհրդարանի այս սկզբունքային դիրքորոշումը ուղենշային գլա Եվրոպական միության կորզաթիր իշխանության համար, նշված է Հայաստան Տաշինքի հայտարարության մեջ։ Հայտնենք, որ Արցախի ազգային ժողովը իր գարկին հրապարակեց հայտարարությունը, որուն անդրադարձանք երեկվան մեր լուրերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան երեք թիմադեդրյան կրառումով նշեց, որ Հայաստան եւ Թուրքիա ստորագրեցին անի գամուրջը միասնապար վերականգնելու աշխատանքները իրականացնելու արձանագրությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ վեաժողովին ծիրին մեջ Փաշինյան դեսակցեցավ Թուրքիո փոխնախագահ Ջևդետ Ելմազի հետ։ Դեսակցության մասին Փաշինյան գրեց. «Դեղի ունեցավ միտքերու արդյունավետ փոխանակում։ Անդրադարձանք Հայաստանի եւ Թուրքիո միջև համագործակցության արիտներուն։ Ողջունեցինք անի պատմական գամուրջը միասնապար վերականգնելու արձանագրության ստորագրությունը։ Հայտնենք, որ անի գամուրջի միացյալ վերանորոգության մասին համաձայնությունը երկու երկիներու միջև ցերկ բերված էր նաև ավելի քան 3 տարի առաջ։ Իսկ 2 տարի առաջ Հայաստանի արտաքին գործոս նախարարը հայտնած էր, որ Երևանը եւ Անկարան այդ գծով հստակ արձանագրություններ կփոխանակեն։ Ասիգա Անկարայի եւ Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է 2009-ի Հայաստան-Թուրքիա արձանագրություններն յետք զորս Թուրքիա չվավերացուց։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացանի ետրով և թիմադեդրի էչով CZ ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZ են ցայնի աղորդավար Անտոնին և Ներսեսը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։